Բարի երեկո, 5-րդ ալիքի եթերում հարցազրույցն է, այսօր ես զրուցելու եմ հոգեբան և Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Միիրդադ Մադաթյանի հետ, պարոն Մադաթյան, բարի երեկո, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք։ Պարոն Մադաթյան, առաջարկում եմ քաղաքական զրույց վարենք, բայց դրա հետ մեկտեղ համեմենք ձեր մասնագիտական կոմպետենցիայի, այսպես գաղտնիքներով, տեսեք, ինչ ավարտվել է, ընտրությունները, շատերին հետաքրքրում է, թե եթե իշխանությունները հաղթել են, այդ դեպքում ինչու իրենց չեն պահում հաղթածի նման, այսինքն արդյոք նրանք իրենց զգում են հաղթանակած, թե ոչ, ես ուզում եմ նաև ինչ-որ հոգեբանության տեսանկյունից էլ ներկայացնեք, նրանք հաղթել են կամ իրենց հաղթած զգում են, թե ոչ։ Եկեք այսպես պայմանավորվենք, քանի որ ես քաղաքական գործիք չեմ եղել ու չեմ էլ պրետենզիա չունեմ լինելու, այլ հոգեբան եմ, կփորձենք ամբողջ զրույցը հենց հոգեբանության ռակուրսի մեջ պահել։ Ոչ մի տվյալներով հասկաց չի հաստատվում այսօրվա հաղթանակը Նիկոլ Փաշինյանի եւ իր թիմի, ոչ գիշերվա երկուսին այդ տրագիկ դեմքերով հայտարարությունից, որը որ արվեց, ոչ էլ մինչև այսօր պահելաձևից, որտեղ հաղթող կողմը մի փոքր ավելի ինքնահաստատված է լինում սովորաբար, մի փոքր ավելի դիմացինի նկատմամբ ավելի դրական վերաբերմունք ձևավորում չի լինում այդպես որ մեկը հաղթի ու պարտված կողմի նկատմամբ ունենա բացասական վերաբերմունք ավելին ասեմ ընտրախախտումները որոնք եղել են եւ Փաշինյանի գրպանային սահմանադրական դատարանը դրանց ընթացք չտվեց սա ակնհայտ է բայց նույնիսկ այդ ընտրախախտումներով բոլորս տեսնում ենք որ Փաշինյանի լեգիտիմությունը շրիշակի մակարդակի վրա այսօրվա դրությամբ քաղաքացիական պայմանագիրը լեգիտիմ իշխանություն չի եւ ես որպես Հայաստանի քաղաքացի համարում եմ որ իշխանությունը ուզուրպացվել է այսինքն բռնադատվել է այսպես ասեմ այս իշխանության կողմից բնականաբար նաեւ տեղի են ունենում ուզուրպատորի ֆիդբեքեր հակազդումներ առյուծ սպանել, ձիերին ձերբակալել, խրտվիլակներ տանել, սենց տարբեր արարողությունները, որ արվում հասկացար Դոնկիխոտյան, սենց ասեմ, հողմաղացների հետ կռվելու, հուշում է հենց այս ուզուրպացիայի մասին, այսինքն մենք այսօր ունենք դասական ուզուրպացիա։ Բայց սա էլ ինձ քիչ է հետաքրքրում, ինձ ավելի շատ հետաքրքրում է նա, որ Հայաստանում համենայն դեպս Հայաստանով համենայն դեպս Եվրոպա փուչի կպայթեց դեմոկրատիայի ջատագով, որ թելադրում է ոչ միայն աչքին թափում, այլև խրախուսում են, չէ՞, այս իշխանություններին։ Այսինքն այսօր եվրոպական իշխանությունները խրախուսում են ուզուրպացիան Հայաստանում դեմ գնալով իրենց հենց սկզբունքներին, որտեվ մինչ այս ես հիշում եմ, որ իրենք էին մեզ սովորեցնում, ոնց պետքա դեմոկրատ լինել, ոնց պետքա հավասարություն, հումանիզմ, ոնց պետքա դրսևորել, կենդանիներին ոնց պետքա պաշտպանել։ Իսկ այսօրվա դրությամբ տեսեք, որ տարբեր ուրսուլաներ, հասկացած սրան, բերում են ինչ-որ ձևի, խրախուսում են, ասում են, որ ինքը կոմպլիմենտներ են անում են դեպքում, երբ որ Հայաստանում իշխանության ուզուրպացիա տեղի ունեցել, եւ այդ ուզուրպացված իշխանությունը այսօրվա դրությամբ պահվում է, որ միայն հիմնվելով այս եվրոպացիների միակողմանի երկարժեք մոտեցումների վրա։ Ռեպրեսիաները այդ ձեր ասած ուզուրպացված իշխանությունը պահելու համար են, առանց դրանց հնարավոր չի պահել։ Ռեպրեսիաներ։ Ուզուրպատորները բոլորը աշխարհում երբեք միշտ հոգեբանական պատկերը, սրանք վախկոտ մարդիկ են, որոնք հենց հասնում են լծակների ու հասկանում են, որ ոչ թե իրանց վրա պետք է հույս դնեն, այլ հույսը կարան դնեն լծակների վրա, այսինքն կան մարդիկ, որոնք իրանց տեղը կռիվ կանեն, կոպիտ ասած, իրանք սկսում են ռեպրեսիաներ կիրառել։ Ռեպրեսիաներ են կիրառում սովորաբար բոլոր երկրներում, բոլոր դարերում, ուզուրպատորները դարի հզոր մարդկանց նկատմամբ, այսինքն առաջի դեպքում առաջի փուլով գնում է ոչնչացումը այն պերսոնաների խարիզմատիկ, որոնք որ այդ իշխանության, այդ երկրի մեջ երևացող են։ Դա կլինի Եգիպտոսում, դա կլինի Իրաքում, դա կլինի Հայաստանում, կապ չունի, սա ստանդարտ է, որը տեղի է ունենում։
Հաջորդ, եթե չլիներ այսօր Եվրոպայի մոտեցումները, ապա հաջորդ քայլը պետք է լիներ վարակույրների իջեցումը, որպեսզի ներսի ինֆորմացիան հանկարծ դուրս չգա, իհարկե, եւ ներսում լիներ սպանդ, այսինքն մեզ բոլորիս ոչնչացվեր։ Ինչի համար, նույն բանի համար, ինչի համար սպանեցին Նենարոցին։ Ուղղակի ոչ մի բանի համար, ուղղակի ինքնահաստատման համար, այլախոհության համար եւ մնացած բոլոր բաների համար։ Okay, սա դասական ուզուրպացիա է, որը մենք այսօր ականատես ենք լինում։ Մենք որ գրքերում կարդացել ենք, եւ որ պատմությունից գիտենք, հիմա մենք պրոստը ականատեսն ենք, ոնց է լինում իշխանության ուզուրպացիա, որ զրո լեգիտիմությամբ, մարդը փորձում է պահել իշխանությունը, չունենալով ոչ մի հիմք, ոչ ժողովրդավարական, ոչ տնտեսական, ոչ մի հիմք, ոչ մի Բարես ամենաբույն իմաստով։ Ինչու թիրախը դարձավ հենց առաջնային թիրախը դարձավ հենց Գագիկ Ծառուկյանը, շատերը հենց այդ հարցն են տալիս, Նիկոլ Փաշինյանը Գագիկ Ծառուկյանից ինչ է ուզում, ինչ խնդիր է լուծում։ Տեսեք, նախ Գագիկ Ծառուկյանը առաջնային թիրախ չի դարձել։ Առաջնային թիրախ եղել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, եւ ես խնդրում եմ, ինչ էլ տեղի է ունենում, եկեք չմոռանանք, որ 8 տարի Ճիշտ է, հիմա մենք ունենք խարիզմատիկ կերպարներ, որոնք որ եկեղեցի են պաշտպանում, տարբեր ու լավ են անում, այդ ամեն ինչ հոգի է, բայց 8 տարի հող է ստեղծվել նրա համար, որ Գագիկ Ծառուկյանը, ով Հանրապետության հրապարակում Նիկոլ Փաշինյանին ջուր էր տանում ինչ-որ մի փուլ, հասկանա, որ ինչ-որ բան է կատարվում այս երկրում ու դիրքորոշումը փոխի։ Գագիկ Ծառուկյանի ռեպրեսիաները բանի կողմից, Նիկոլ Փաշինյանի կողմից, հենց այստեղ է պատիժը, որ դիրքորոշումը փոխվել, որտեղ ոչ թե այս մարդը ի սկզբան է ունեցել, այլ ինքը ինչ որ մի փուլի հասկացել է, որ կործանվում է այս երկիրը, եկեղեցին եւ այլ ու փորձել է դիրքորոշում արտահայտել։ Հիմա Փաշինյանը ասում է, մինչև այսօր չես արտահայտել դիրքորոշում, եղբայր, հիմա դու արտահայտեցիր ու սրա համար կատարվում է քինախնդիր վատ պատիժ, որը որ տեղի է ունենում։ Այսինքն, եթե Գագիկ Ծառուկյանը չմասնակցեր այս ընտրություններին, նրա գործարաններում խնդիրներ չէին տեսնի, հարկերից խուսափելու խնդիրներ տարուզների մասին ինչքան ժամանակ է դու գիտեք։ Ես այդ տարուզներին փոքր տարիքից ճանաչում եմ, որ Գագիկ Ծառուկյանը գրկում բան սենց սոսկով կերակրում է, սա կուրսի ենք, էլի, գաղտնի ինֆորմացիա չի, դա ԱԱԾ-ն չի parze հատուկ։ Նախկինում երբ Գագիկ Ծառուկյանի նորից տարան կալանքի, ԱԱԾ-ի նախկին տեսանյութի մեջ նորից կային այդ կենթայիները, տարուզներն են եղել, գարաժը ցույց տվեցին, տարբեր մեքենաներ են եղել կանգնած, խրտվիլակներն են եղել, Արուս Կավկազն է դրանց հետ նկարվել, բոլորս գիտենք դրա մասին, մենք նոր իմացանք, էս ինչ մի հեքիաթ էր։ Չէ, էլի եկեք հասկանանք, որ տանտե չկամ նորից եմ հարց տալի։ Հիմա ես շուն եմ պահում, վաղը ինձ որ ձերբակալեն, շանը սխի պիտի տանեն։ Այս մարդը ձիա պահում, նրան չեք ձերին տանում։ Կոկորդիլոսներին։ Կոկորդիլոսը, ասենք թե վայրի էր, լավ, ձին ընտանի կենթանի է, որ այդ մարդը իրավունք ունի պայի, կարապայի ձի, կով, էշ։ Հասկացար, հիմա այսինքն եթե ինչ որ մի հատ գյուղացու ձերբակալում եք մարդասպանության համար, իր կովերը տանում են, քրեան կնճականում։ Գալիս են այդ հոտասն են, սաղ տանում են, բան անոնսն է գնում, ԱԱԾ-ն տարավ կովերին, տենց է լինում, Ուզում եմ հասկանամ ինչ եք անում։ Այս մարդը ձիերին պահում է ու լավ պայմաններում, առողջներին պահում էր, վատ պայմաններ չէր, բոլորս գիտեինք դրա մասին։ Ես կենթանիների մասին եմ խոսում եւ կենթանասերների սուտ։ Ուր են այդ կենթանասերները։ Մի ժամանակ մեր երկրում այնքան կանաչ ու կենթանասեր կար, որ գլուխ էին թրաշում, ինչ որ ասֆալտի վրա էին պարկում, ծառերը գրկում էին, լաց էին լուծում, մեր կանաչը մի փչացրեք, հիմա ուր են դրանք։ Հիմա նրանք ասում են, մենք չենք մտնում քաղաքական հարցերի մեջ։ Սա քաղաքականություն չի, առյուծին սպանել են։ Որ առյուծը սատկում է, բայց մենք չենք առյուծը սատկել է։ Իր մահովներն ոչ մեկը զեն չէր անի։ Քնացրել եք, հետ չեք կարողացել բերեք։ 3 օր ավել էր ապրելու։ Ինձ հետաքրքիր չի դա։ Դուք եք սպանել։ Այսինքն այդ նույն տրամաբանությունով մեր հարևան Վալոդի պապին, որը 90 տարեկան է, կարելի է գյուլել ու չդատվել, որտեղ մեկը պիտի մեռնի, էլի։ Առյուծին սպանեցիք։ Հասկացաք, էս է խնդիրը։ Ձերին խի եք տանում։ Մի հատ էլ ասում է կոկորդիլոսը պոչով խփելը, քիչ արը, պիտի կուլ տար։ Ինչ գործ ունեք այդ կենթանների հետ։ Ես հիմա Ծառուկյանի ու Ծառուկյանի քաղաքական ինչ որ բան եմ ասում։ Քաղաքականություն կա իմ ասածի մեջ, ոչ։ Էս այն ամեն ինչը, քաղաքականություն չկա, Սարոկյանը չգիտեմ ինչ դիրքորոշում ունի, մենք թողեք մի կողմ։ Հետ կենթանիների հետ ինչ գործ ունենք, եղբայր։ Լավ, հիմա դուք որպես մասնագետ դրա պատասխանը տվեք, կենթանիներին տանելու նպատակը պարզապես եւս մեկ անգամ ցավեցնել, օրինակ Ծառուկյանը։ Տեսեք։
պետությունում կան օրենքներ։ Օրենքները նախատեսած են նրա համար, որ հասարակական կարգը պահվի եւ պատժվի։ Սա ամբողջ աշխարհում այդպես է, այսինքն ես կարգ եմ խախտում, ինձ դրա համար պատժում են։ Ու նախատեսում են որոշակի պատիժ, որ ոչ թե որ ես վատը զգամ ինձ, այլ որպեսզի այլևս կարգը չխախտեմ։ Խնդիրը սա է ուղված։ Ոչ մեկ չի դնում ու պատժում, որ մարդը իրան վատը զգա։ Այդպիսի բան գոյություն չունի։ Իրավական համակարգը ստեղծված է նրա համար, որ հանրության կանոնները պահվեն։ Եթե Ծառուկյանը կատարել է որոշակի իրավախախտումներ, որի հետ էլի ես հաշտ չեմ, որտեվ չեմ հասկանում այդ ոնց եղավ, որ մինչև այսօր չէր կատարել, այսօր կատարեց այդ ցախ իրավախախտումները, հա պատժում ենք Ծառուկյանին։ Ես չգիտեմ, դատում ենք, օրենք ենք կիրառում, նստացնում ենք, 15 տարի ենք տալի, ամեն ինչ նորմալ է։ Սա ավտոխազելու նման է, ցավացնում ենք Ծառուկյանին։ Մենք կպնում ենք Ծառուկյանին նուրբ տեղին։ Ես իմ շանը շատ եմ սիրում։ Ինձ որ նստացնեն, ես այդքան չեմ նեղվի, շանս որ խփեն կարող է շատ վատ հետևանքներ լինի։ Հասկացաք։ Իրոք որ շանս մեկը վնասի, շատ վատ հետևանքներ կլինի։ Ծառուկյանի փաստաբանը այդպես էլ մեկնաբանել էր, որ նա շատ ես կենթանի սիրող եմ, ես տանը կենթանիներ ունեմ, սիրում եմ, ու ես եթե ինչ որ մեկը ինձ վնասի, ես այդքան չեմ նեղվի, ինչքան իմ կենթանուն եթե վնասի։ Սա շատ տարբեր բան է։ Սա հասկացանք։ Հիմա Գագիկ Ծառուկյանի նաև գետնին պարկեցնելու տեսարանը։ Դե այդ քինախնդրության շարունակությունն է։ Գետնին պարկացնելը նույնպես դա միջոց է կիրառելու մարդու, ով որ դիմադրություն է ցույց տալիս։ Եթե ես ինքս փորձում եմ համագործակցել, Ծառուկյանը համագործակցում է։ Դուրը բացել է, ընդունել է։ Քինախնդրության խնդիրը, այսինքն այստեղ խնդիրը հետևյալն էր։ Ծառուկյանը մի անգամ իր տեքստերից մեկում ասեց, եթե դու ինձ մեղադրում ես դավաճանության մեջ, եթե ինձ այդ դավաճանությունը կապացուցես, ապա ես գնդակարեք, եթե ոչ, ապա իմ առյուծի հետ պետք է հարցա, ինչ որ sense մի հատ բան էր, որից հետո տեղի ունենում է ամեն ինչը, այսինքն առյուծին սատկացնում է, հասկացուկ չէ, այսինքն Նիկոլա ասում է, ես այդ առյուծին որ ասում եմ, տեսար որ ես սատկացրի, էս է խնդիրը, ինքը չէ, էլի բնականաբար։ Եվ Ծառուկյանին ինչ որ sense հիմար բան են անում, հա 70 տարեկան։ Եկեք ֆիդբեքը հասկանանք, կա այս աշխարհում մի մարդ, եթե կա այս աշխարհում մի մարդ, ով այդ պատկերից բավականություն է ստացել, ուրեմն ինքը այլասերված է։ Չի կարա նորմալ մարդը այդ նկարից բավականություն ստանա։ Երկրորդ հարցը տամ, այդ ֆիլմը, որ գրվեց, չէ, ֆիլմ քննչականի ֆիլմ, էս ինչ է։ Սա գեղարվեստական ֆիլմ է։ Սրա կարիքը ով ուներ, հանրությունը խնդրել էր, որ իրան ցույց տային, պահանջ ուներ հանրությունը։ Տենց բան կար, պահանջ կար, ինչի որոշվեց տենց ֆիլմ նկարվի, մոնտաժվի, դուք պատկերացնում եք, չէ՞ որ ծրագիր է այդ եկա, որից հետո գցվի, գումար դրվի դրա գովազդի վրա, որ ես դա տեսնեմ։ Սա ինչի համար է արվում։ Աչքս վախեցնելու համար, բնավ այսօրվա նիմության գաղափար ունեցողները ոչինչից չեն վախենում։ Սա բոլորն էլ հասկանում են, որ ինձ էլ կարող է պարկասնեն ու ես կպարկեմ, օքեյ, խնդիր չկա։ Նույնիսկ մի ընկեր ունեմ, հասկացար հումորով, ասում է, երբ որ դուրը ծեծում են տեսնում ես ԱԱՑ-ականներ, մի անգամ սպարգի փորին, ոչ չկարողանան պարկասնել։ Դեպքում հակառակը տեղի կունենա։ Դե թող բարձրացնեն գոնե, էլի հասկացա, ոչ թե պարկասնեն։ Ինքը պարկի փորին հասկացա, հասկացա։ Ու խորհուրդ եմ տալի, իմիջիալս լավ հումոր է, սա հասկացար, ում տուն տեր մեկ մասկեքով մարդ են գալի, պարկեք փորին։ Ինքն են այդ պարկեք փորին, տեսնենք ինչ են անել։ Շտի բարձրացնեն նորից գցեն, ինչ պետք է անեն։ Հասկանա։ Շատ լավ, պարոն Մադաթյան, դուք ասում եք, որ չի սկսվել Գագիկ Ծառուկյանից, ասացիք երկրորդ նախագահից է սկսվել։ Իհարկե, մենք չենք մոռացել, չէ՞, երկրորդ նախագահի հասկացած ձերբակալությունները, մենք չենք մոռացել, ու չէ, այսօր ինչ որ ԵՎԴ-ի նախարարի հետմահու քրեական գործ են, ինչ որ հարոցում, ինչ որ սուրռեալիզմ է սա, Սալվադոր Դալին մեծ հաճույքով է սա կնայեր, էլի, sense բան չի կարա լինի։ Սա նույնիսկ այդ աշխարհներում sense ֆանտազիաներ չեն ունենում ոնց որ հիմա կա։ Մենք չենք մոռանում, չէ՞, երկրորդ նախագահի հետ կապված այդ վիճակները, որ բաց էին թողում, մարտի 1-ի ինչ որ աբսուրդն էր, որը մինչև այսօր փաթաթում են 4 միլիարդը, ոչ եք մոռացել։ Հա? Դե մինչև այսօր էլ ասում է մարտի 1-ի գործը բացահայտված չէ եւ երկրորդ նախագահը պետք է նստի։ Ես խորհուրդ եմ տալիս այդ թվին Զատիկի ձվերի խնդիր կար, որ Քոչարյանը սաղ առել իրանց պատվալներ պահում, դրա համար դեֆիցիտ կար։ Էդ էլ փորձեք փնտրել։ Կարող է Զատիկի ձվերն էլ գտնեք Քոչարյանի պատվալում։ Շուտ հասկանում եք, այս աբսուրդից մի օր պետքա դուրս գանք, թե չէ։
Դատաիրավական համակարգին ինչու է մեղադրում Փաշինյանը։ Դուք ասում եք չկա, բայց նա էլ ասում է այդ նույն դատաիրավական համակարգը Ռոբերտ Քոչյանի մաֆիայի եւ ազդեցության տակ է, դրա համար նրանք բանտում նստած չեն։ Իրականում Փաշինյանը իր թուլությունները պատրաստ է ամեն ինչի վրա բարձել։ Դուք նկատել եք մի հարցում 8 տարվա մեջ Փաշինյանը պատասխանատվություն վերցնի։ Նույնիսկ իր ներսանելու process-ի համար ինքը չի պատասխանատու։ Իրան հյուրասիրում են, հո ինքը չի ծամում, հասկացար, ինքը ասում է դուք ընենց եք անում, որ ես չաղանամ, հիշում եք այդ որ կեքս բանը խմորեղեն էր ներսանում, ինքը չի մեղավոր, դաժե իր ներսանելու համար, հասկանում եք, ինքը չի մեղավոր, այդ իրան հյուրասիրողն է մեղավոր, դա հատուկ են անում, որ չաղանա, հասկացանք, Փաշինյանը մարդ է, որը ոչ մի բանի համար պատասխանատվություն չի վերցնելու։ Ինքը այս ամեն պատասխանատվությունը թողելու է։ Ինչ որ մեկի վրա։ Վաղը, երբ որ գնդակահարության պատի առաջ կկանգնի, սա Գարսիա Մարկեսի հասկացար մետաֆոր եմ բերում, հանգարց չիմա դատելության խոսք չասեն, էլի դրան հասկացար, Աուրելիո Բուենզիայի նման, հա։ Ինքը ասում ես չէի մեղավոր, Ռուբեն Ռուբենյանն էր մեղավոր։ Չգիտեմ ով էր մեղավոր։ Ինքը կապ չու, ինձ խափում էին, ինձ սխալ ինֆորմացիա էին տալի։ Ինձ իրոք ասում էին, որ իրականում իր տված հրահանգներ ինքը բարձելու է, ում վրա ուզեք։ Դուք կարեք հասկանաք, սա մի հատ կերպար է, որ ամեն բան պատրաստ է անել, մենակ իր նստատեղը իր աթոռից չկտրի։ Պատրաստ է վերացնել հայոց աշխարհը։ Պատրաստ է ամեն ինչ անել, հոգին սատանային վաճառել, ինչ ուզում եք։ Հասկացա՞ք։ Պրոստը իր հոգին սատանն էլ պետք չի։ Հիմա երկրորդ նախագահի հետ կապված նաև մենք քանի որ խոսում ենք ԱԱԾ-ի գործողությունների մասին, մենք տեսնում ենք, որ երկրորդ նախագահը գնաց օդանավական, այնտեղ նրան նկարահանեց ԱԱԾ-ը հենց այդ հատվածից եւ տրամադրեց լրատվամիջոցներին։ Լավ, դրա իմաստը որն էր։ Եվ Նիկոլ Փաշինյանը սա մեկնաբանում է, ասում է ԱԱԾ-ն իր ինֆորմացիան է, կուզի կտա լրատվամիջոցին, կուզի չի տա լրատվամիջոցին։ Տեսեք, ԱԱԾ-ն ինֆորմացիա կուզի կտա, կուզի չի տա, ձիերից կուրսի չեմ, առույցից вообще խաբար չեմ, խիեն պարկացրեպոլին ես չեմ տեսել այդ նյութերը։ Հա, ես չեմ տեսել։ Այս ամեն ինչը հասկացար, որ գնում է, իմ ասացի շարունակությունն է։ Ինչ վերաբերում է մնացածին, ես մի բան կասեմ։ Հունիսի ընտրությունները բեկումնալի են եղել Փաշինյանական ուժի համար, ֆիքսել են Փաշինյանական ուժի ոչ լեգիտիմությունը եւ իր ցուցվանգային վիճակը, ինչից հետո կատարած բոլոր քայլերը, ինչքան ուզում է կոնկրետ մարդկանց համար դրանք այդ մաշկի համար, հա, մարմնի համար ցավոտ են, զավեշտալի են հանրության համար։ Չկա այս քաղաքում մեկը, ով հաճույք է ստանում Ծառուկյանի հետ կատարվածի բան դեպքում։ Եթե իր ուղակի ձերբակալ վերտար, վերպարզ, վեր ինչ որ փողեր եւ այլև էլ կարող է սաղոքի լինել, բայց այդ գետին տապալելը, կենթանիների հետ կապված խնդիրները, որը շարունակական է ինքը ձգվում է։ Ամենազավեշտալին այդ խրտվիլակները ու ԱԱՑ-ի անդամները, ԱԱՑ-ի անդամ գից խրտվիլակները։ Չէ՞, sense տանում էին, չէ՞։ Ուր։ Հասկացաք, հասկանում եք ինչ։ Ազատագրում էին խրտվիլակների։ Նույնը վերաբերում է երկրորդ նախագահին։ Այդ մարդը հայտարարեց նախապես, որ դուրս է գալու երկրից մի քանի օրով, գործ ունի։ Վերջը մենք բարեկամ ունենք, հարազատ ունենք, կնունքի ենք հրավիրվում, ծնունդի ենք հրավիրվում, ինչ որ բարեկամ կարող լինի, որ վատ ազգում իրան հիվանդանոցում է ուզում ենք գնանք տեսնենք գանք։ Ինքներս առողջական խնդիրներ ունենք որոշ հիվանդանոցում, ոչ մեկ չի կարա, չէ՞ մեզ արկելի։ Այդ մարդը ասես դուրս եմ գալի, անձնական, հայտարարվեց, չէ՞, գրասենյակի կողմից։ Պահելու ոչինչ չկար, դուրս եմ գալի ներս գամ։ Սա ասում է մի մարդ, ում երբ որ հետապնդում ես դու տվե առաջի էպիզոդով, ինքն է եկե։ Երբ որ ինքը իր ոտով գնացել է ԱԱՑ, ձերբակալվելու։ Ոչ մի չի փախես, մարդը կարած չգար։ Չէ՞։ Դες Սպարտա ասել է, հայտարարել է, որ դուրս եմ գալի երկրից մի քանի օրով անձնական գործերով, հետաքրքիր չի ինձ գործերով, ոչ մեկի չպետք է հետաքրքիր լինի։ Դու հերիք չես թողում։ Սա առանձին է։ Ու էլի չկա մեկը, ով որ հասկացա այս էպիզոդից բավականություն է ստացել, դու չի հասկացես, ինչի մասն եք խոսում։ Հա չեմ սիրում Քոչարյանին գցենք։ Բայց այդ մարդը չի փախի երբեք, 100 հատ փախնելու վարիանտ է ունեցել։ Այս ընթացքում 100 անգամ երկրից դուրս է եկել, որ ուզեք չէր գա էլի։
Չէ, բայց դա բոլորը դրա մասին չգիտեն, չէ։ Չէ, բոլորը գիտեն, չէ՞ որ գնաց է եկել է։ Չգիտեմ ինչ որ էս մարդը ծովա գնացել, էս մարդը գնացել է Եվրոպա հանգստանալու, գրասենյակը պերիոդիկ ինչ որ բաներ ա տվել։ Բոլորը տեսել են Երկիր մեդիայում առաջի հարցազրույցը Ռոբերտ Քոչարյանի հետ ու զարմացել են, որ այդ մարդը հետ է եկել, այո, 19 թվականին։ Բոլորը տեսել են, չէ՞, սա էս ազգում կարող է մարդ կա որ կուրսի չի։ Էս ինչ մի նոր բան ասի, Քոչանը փախնում ա, մտ լսեք Քոչան ու փախնել բառը։ Հասկացա՞։ Դա вообще իրար չկպնող երկու բառեր են, էլի։ Հասկացեք, դու էս կարգի ստերը ուժը զավեշտի ա վերածում։ Ու Նիկոլ Փաշինյանը դարել է զավեշտալի։ Զավեշտալի ա դարել, որովհետև ինչ որ ցածր մակարդակի ուղեղներ փոքր, շատ փոքր, այն հաստ գանգատուփով սենց տպեր կան իր թիմում, որ ուղեղի համար սենց մի 2 սանտիմ տեղ ա մնացել, ոսկորը հաստ է, էլի, չունեն դա։ Սրանք ինչ որ մի հատ մեկին ինչ որ գաղափարներ են տալի, ինչ որ բաներ են տալի, այդ բաները մեկը տենում ես դաժե մեկնաբանություններով, ինտեգրովկայով ծոցաները չեն դաժե ընդունում։ Չի ընդունում։ Այս մարդը պարտվել է։ Էս ամբողջ խնդիրը։ Դուք որ ասում եք պարտվել է, չունի լեգիտիմություն, այսինքն նույնիսկ այն 49%-ը, որը նա ստացել է պաշտոնապես դրանից դուք չեք ես հաշտ չեմ, որտեղ ես կարծում եմ, համոզված եմ, որ այնտեղ եղել են ընտրակաշարքներ, ու այդ ընտրակաշարքը եղել է թոշակների ձևով, բյուջեում հաստատված չի եղել, այդ ընթացքում տվել է։ Սա ընտրակաշարք է։ Իմ համար դա ընտրակաշարք է։ Ուրիշ ձև չկա։ Այսինքն նախապես հայտարարված չի եղել, ճիշտ եմ ասում, չէ՞, սխալ բան չեմ ասում։ Ազգային ժողովի ամբյոնից այս պերսոնան հասկացար ասել է 10,000 բարձրացնենք, որ ինչը լինի, իրանք ծախսելու տեղ չունեն, չեն իմանում ոնց ծախսեն։ Ասել է այս մարդը։ Ասել է։ Որից հետո նախընտրական բարձրացրել է։ Սա ընտրակաշարք է։ Ուրիշ ձևի ոնց ալում, պոզով պոչով ալում ընտրակաշարքը։ Լավ, դրանով 49%-ը նա հավաքեց, թե 49%-ը Չէ, 49%-ն էլ եմ ես խաբեություն տեսնում։ Այդտեղ եմ տեսնում խաբեություններ, հանված տեղամասերով, հասկացաք, որտեվ եթե Գագիկ Ծառուկյանի տոկոսը հաշվենք ներառենք մեջը, այդ տոկոսը չի կանգնի։ Չի կանգնում։ Հիմա օրինակ կամ գիշերվա կեսին արված ինչ որ մի հատ ես իմ երկար եմ էլի ապրում ես կյանքում, ես իմ կյանքում այտենց ընտրություն չէի տեսել, որ գիշերվա կեսին ԿՀ-ն քնի։ Ինչ որ ժամը 2-ից թիվ չլինի, սենց կանգնի։ Ու մեկ էլ հայտարարվի, որ ես հաղթել եմ, այն դեպքում երբ որ հələ տարածքներ կան, որ դե հաշվարկը չի վերջացել։ Դե ասում եմ, մենք տվյալները ստանում էինք մեր վստահ։ Չի վերջացել հաշվարկը։ Ո՞նց էիք ստանում։ Չի վերջացել։ Ես կոնկրետ այդ պահին, որ ինքը հայտարարություն արի, ես գիտեմ տեղամասեր, որ հաշվարկը չէր վերջացել։ Չէր ավարտվել, մարդիկ նստած հաշվում էին։ Ինչ աշկում ստացել եմ։ Կամ դուք տեսել եք կյանքում մեկը տենց հայտարարություն անի։ Ոչ։ Մամուլի ասուլիս հրավիրի, հասկացար, Թուրքիայից էլ ժուրնալիստներ կալնի։ Լավ, հիմա այսինքն նշանակում է ով առաջինը դուրս եկավ եւ հայտարարեց, որ հաղթել է, նշանակում է այսօր դա է եղել։ Իսկ ընդդիմությունը այդ պահին ինչ պետք է աներ։ Այս հարցը շատ չեմ կարող ասել, որովհետեւ այս ուզուրպացիայի շրջանում ես այս պահին դեռ չեմ հասկանում լուծումը։ Ես ձեզ անկեղծ ասեմ, եւ հասկանայի կլինեի ընդդիմության լիդեր։ Կան լիդերներ, որոնք ամենայն հավանականությամբ հասկանում են, ես էլ ինչ որ մի օղակում եմ, ու ես չեմ կարող ասել ինչ պետք է անի ընդդիմությունը։ Վստահորեն կարող եմ ասել, որ այսօր արդեն պարզ է, որ օրենքի շրջանակներում կամ քաղաքակիրթ տարբերակներով եթե Նիկոլ Փաշինյանը երկու ձայն էլ ունենա այս երկրում, մենակ երկու ձայն ունենա, մեկը չես կարողանալ։ Այս մարդ չի տալու իշխանություն։ Ինքը հայտարարելու ամեն ինչ, բայց չի տալու։ Ինչա տեղի ունենալու մնացածը կարծում եմ փողոցային ամբողջություն տեղի կունենա։ Ինչքան ուզում է հիմա փորձեն ջերմոցների տերերին վախացնել, որ ձեն չանեն, որ մի 10% կոմպենսացիա կտան կամ չեն տա։ Ինչքան ուզում է այն օրը կարդացել եմ մեկը ասում է, բանա, տալիս եմ նվեր 1 տոննա պամիդոր, եկեք, բայց բոլորը պետք է տանեք։ Նվեր։ Այսինքն մտածում եք այդ տնտեսական ֆակտորները կլինի տրիգերը, իհարկե, դա պետք է գումարվի։ Հեսա խաղողի մթերելու ժամանակն է, ում է պետք է խաղողը։ Սա երկիրը խաղողը աճացնում։ Ում է պետք է խաղողը, թե կոնյակը Ֆրանսիա է արտահանելու։ Էդ էլ արեք ու պլց։ Բուլղարական բիբարը տարակ Բուլղարիա, ծաղիկը Հոլանդիա, կոնյակն էլ Ֆրանսիա տարեք էլի։ Այս ձև ճոխ խոսալու պետք է շայլ է որ։ Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է, տնտեսվարողները պետք է համակերպվեն նոր իրավիճակին, որովհետև այս ամեն ինչը բոլոր դժվարությունները արում է հանուն ինքնիշխանության։ Ես մի ծանոթ ունեմ,
Սովետաշենի հոգեբուժարանում։ Ինքը ասում է, որ Վատերլոյի ճակատամարտը ինքը չի պարտվել։ Պետք է քննարկենք մենք դա հիմա։ Նիկոլ Փաշինյանն էլ է դա ասում։ Եկեք չքննարկենք մի բան։ Չէ, հարցս հետևյալն է։ Տնտեսվարողը, որը այդ կորուստները կրում է, արդյոք նստելու է մտածի, որ սա հանուն Հայաստանի ինքնիշխանության է։ Ամեն տնտեսվարող ինքը պիտի որոշի։ Ամեն տնտեսվարող ինքը պիտի որոշի, բայց որ այսօր հնարավոր է 10-15,000 $-ով ջերմոց առնել, դա ակնհայտ է։ Ամեն տնտեսվարող թող ինքը որոշի։ Այդ տնտեսվարողը, որը փողա դրե, բանկից կրեդիտ է վերցրե, սացիլա դրե, ինչ որ բան աճացրե, տարել է, հանձնել է ինչ որ միտեղ, ինքը միշտ ունեցել է իր տարբերակը, մեկը տարել է Վորոնեժ, մյուսը տարել է Եսիմուր, ինքը թող որոշի։ Ու երկրորդը, եթե Նիկոլ Փաշինյանը այդ մեծ արտահայտությունները անում է, ուր անգե ռուսների ոտերը։ Մեռավ խնդրելով։ Որ ընդունեն։ Հա։ Եկած տեսանք, չէ, վերջի հանդիպմանն էլ իրան շատ վատ ընդունեցին։ Ուր ես ընկեր ռուսներ։ Համ գալիս ես այդտեղ հոխորտում ես դրանց վրա։ Համ գնում ես ընդ ինչ որ մի ձևի փորձում ես կոնտակտներ ստեղծել, Եվրասիական միություն, հա, բա պիտի լուծվի այս խնդիրները։ Բա մեր ամբողջ աշխարհի համար Ռուսաստանը ամենամեծ շուկան է։ Մեր համար չէ։ Ու չկարծեք, որ եվրոպացիք չեն ուզի Ռուսաստանում կամ չեն ուզեցե ու չեն արե։ Արել են։ Ամենամեծ շուկան է դա։ Ու դա կույր է տեսնում է։ Անկախ նրանից Ռուսաստանի անունը փոխեք, դրեք Վալոդ։ Ինքը ամենամեծ շուկան է։ Ուզեք թե չուզեք։ Լավ, հիմա եթե Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ կա տնտեսական խնդիրներ եւ փորձում է լուծել դա Ռուսաստանի միջոցով, այդ դեպքում ինչ քաղաքականություն է նա վարում։ Ինչու մեկուսացավ Ռուսաստանից հիմա հետ է գնում, ձեզ համար ակնհայտ է իրականում նա ինչ է ցանկանում։ Նիկոլ Փաշինյանը միշտ եղել է բանսարկու։ Ինքը երկու կողմի վրա խաղացող։ Ստեղից ընդե խոսք տարենդեից, ընդե հենց այն ժամանակ, երբ որ լրագրող ա եղել, ինքը այդ արը։ Հասկացա, այդ է իր բնույթը։ Հիմա Նիկոլ Փաշինյանը այս ամբողջ ընթացքում երկու կողմի վրա է խաղացել։ Գնացել է Եվրոպա, Ռուսի մասին ինչ ասել է, հետո եկել է ստե Վլադիմիրի չասե, հասկացա, դուշ պաչել է, սցնգել է իր տեղը։ Նիկոլ Փաշինյանը այնքան ուղեղ չունի, որ հասկանա, որ այս աշխարհում զուգահեռ գծեր չկան։ Իրանք ինչ որ հերավորության վրա մի կետում հատվելու են։ Մենք հիմա եկել ենք այդ հատման կետին։ Երկու կողմից էլ իր առաջ պայմանա դրած։ Ռուսները ասում են հրաժարվի այն կողմից արիստեղ, Եվրոպացիք ասում են հրաժարվի այն կողմից արիստեղ։ Այլևս երկու կողմից էլ պայմանը դրած է։ Եվրոպացիները ասում են ինձ փող է պետք, ասում կտամ, բայց հրաժարվի ինձից։ Ռուսն ասում է բերեմ մտե պամիդոր ծախեմ, ասում արի, բայց հրաժարվի ինձից։ Հիմա այս Եվրոմիության օրենքը ազգային ժողովով տակ ընդունել է, ռուսների մոտ էլ գնում է։ Վերջի անգամ Ռուսաստանի նախագահը իրան ասեց, երկու տեղ իրար հետ չի համատեղել։ Այս մարդն էլ անկեղծ ասեց, ես մինչև վերջի խազը փորձելու եմ համատեղել։ Հիմա դի ցույց են տալի, որ արդեն վերջի խազն է։ Չես կարող համատեղես։ Ուրսուլան է գալիս, ա թուշը քաշում ասում, լավ տղա ես, բայց փող չեմ տա, որտեվ չես կարող համատեղես։ Փող չեմ տալու քեզ։ Քեզ հիմա 1 միլիարդ 200 միլիոն փող է պետք։ Արմի 10 միլիարդ 10 միլիոն յոլա գնա, չեմ տալու այդ փողը։ Բյուջեն ծախսել ես, տակից դուրս արի։ Ինքդ լավ տղա ես դու։ Սա Եվրոպայի ստրատեգիան է։ Ուզում եք ծիրան, հա 2 ящик բերեք Փարիզում ծախենք։ Մուրաբասար։ 3 ящик բերեք ծախենք։ 3 ящик բերեք ծախենք։ Իմիջիալոց ասեմ, այնտեղ վաճառվող ծիրանների հետ մի պարադակ թանգա մեր ծիրանը։ Ծախելը դա շատ մեղմ ասած։ Ֆրանսիայում մեր ծիրանը մի պարադակ, այսինքն 5 եվրո է, մեր 15 եվրո է, 30 եվրո է։ Գինը որ պատկերացնենք։ Ու բոլորիս համար գաղտնիք չի, որ Եվրոպայում գյուղմթերքը լիմիտավորված է։ Դες չի որ ով ինչ ուզի կբերի կծախի։ Տրված է որոշակի, հա, 30% սխտորի էս ինչ երկրին, 20% բիբարի էս ինչ երկրի։ Ու սենց ով եղանք մենք, որ սենց մենք Եվրոպայում պետք է սենց թուրներս առած Վարդան Մամիկոնյան խաղանք, չէ իհարկե։ Կամ բան։ Այսօրվա դրությամբ Մոլդովան իր կարտոշկան ոչնչացնում է, Եվրոպայից բերում է լեհական կարտոշկա, ինչի որտեղ Իրանը եվրոստանդարտին չի համապատասխանում։ Ու Մոլդովայի շուկայում լեհական կարտոշկան վաճառում է կատաստրոֆիկ թանկ գնով, այն դեպքում որ ինքը իր կարտոֆիլը ունի։ Okay, ասա, այս մեր համար չի գործելու է սա։ Ինչ մեզ ասելու են, չէ, Հայաստանն է, ուրեմն ինչ ուզում եք, որտեղ ուզում եք ծախեք, Հոլանդիայում էլ ծաղիկ չպետք է արտադրվի, մենակ հայերը պետք է բերեն։
Հա, բուլղարացի կերտի ասեմ, «Всё, բիբարը մերը չի, էլ բուլղարական չի, հայկական է սրանից հետո»։ Հայաստանը ռուսական կախվածությունից։ Կոնյակն են պետք է որոշեն, որ չէ, ցավ տանեմ, չկա տես բան։ Պիերնո Ռիկարդն է դրած է վաճառքի։ Այդքան բան։ Որտեղ ֆրանսիացի կայլևս հետաքրքրություն չունեն ստեղ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը արդեն հայտարարում է իր հետագա քայլերի մասին։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ նա ասում էր, որ ընդդիմությունը այն ամենի մասին, ինչ որ խոսում է, պարզապես ահաբեկում է եւ վախի մթնոլորտ է տարածում։ Բայց հիմա նա է խոսում սահմանությունը փոխելու մասին, անկլավների հարցը լուծելու մասին, ինչպիսին է լինելու հիմա այս հետընտրական Հայաստանը եւ Նիկոլ Փաշինյանը իշխանությանը։ Տեսեք, նախ Նիկոլ Փաշինյանը ասում է բառը, այսօր ոչ մի հիմնավորում չունի, որտեղ Նիկոլ Փաշինյանը այսօր էս ասում, վաղը այն ասում, մյուս օրն էլ այն ասում։ Նիկոլ Փաշինյանի նման ստախոս ես չեմ տեսել, ու ես չեմ կարա, եթե ես Նիկոլ Փաշինյանի ստերի 10% անեմ, երևի ինքս քշեներ չեմ քնի, չեմ կարա։ Ինչ վերաբերում է ինչա լինելու հետո լինելու է ավելի վատ։ Հետո լինելու է սահմանադրության փոփոխություն։ Պարտադիր բերելու է, փորձելու է փոխել սահմանադրությունը։ Կարծում եմ, որ ընդդիմադիրները փորձելու են ընդդիմանալ, то есть մեր թիմերը։ Կարծում եմ, որ ինքը Ալիևին խնդրելու է, որ հարձակվի Հայաստանի վրա, որպեսզի գա ասի, տեսակ պատերազմ բերեցին։ Հա, որ չի ստացել սահմանադրական մեծամասնություն դրա համար։ Այո։ Իմ կարծիքն է, ասենք տեսական այս մասով։ Ահա։ Կարծում եմ, որ խաղողի մշակողները ինչ որ մի փուլում կբերեն ու իրաց մեքենաները համասվալ կանեն Պրոշյանի վրա։ Որ Նիկոլ Փաշինյանը այդ խաղողը ուտի։ Դուրս պետք է համակերպվեք այս իրողության հետ, որ ինքն էլ համակերպվել է իրողության հետ, որտեղ այդ իրողությունը նաև է կա։ Իսկ խաղողը մթերում է մարդ, ով Ռուսաստանում գինի ու կոնյակ է ծախում։ Պարոն Ադրբեջյան, ինչով է առաջնորդվում Նիկոլ Փաշինյանի ընտրողը։ Հիմա դուք որքան էլ ասում եք այդ տոկոսները նկարված են, նա ունի իրական էլեկտորատ։ Վնասելու սկզբունքով։ Հայաստանի հին սկզբունքով ինձ մի քիչ ինֆարկտ ու հարևանս մեռնի ինֆարկտից։ Իմ մի աշկը հանի, հարևանի երկու աշկը դուրս գա։ Վնասելու սկզբունքով։ Կա բոլոր հանրությունների մեջ, հայ հանրության մեջ էլ կա մի հատ շերտ, ով իր ձախողումները սկսում է հիմնավորել ուրիշների հաջողությունները վնասելու ֆոնի վրա ուսում նայ։ Եվ օրինակ այսօր բավականություն է ստանում, որ Ծառուկյանը, չգիտեմ, առյուծը սպանվեց, օրինակ, սիմվոլիկ, որովհետև վատ եղավ իրան, հասկացար, իր այ շունն էր սատկել, Ծառուկյանը էլ առյուծը սպանվեց, այնա ինք իրար հետ ուրեմն հավասարվեցին, այս ամբողջ խնդիրը։ Որ նայեք, դուք կտեսնեք, որ բավականությունը սրա մեջ է։ Ինքը ամեն օր պարկում է քնելու, բավականություն է ստանում, որ ինքը քնում է իր կոտրված մահճակալի վրա, բայց Ծառուկյանը քնում է նարի վրա։ Այս սկզբունքն է այսօր աշխատում, կոնստրուկցիա չկա սրա մեջ։ Օրինակ Փաշինյանին ընտրողների մեջ կան Գագիկ Ծառուկյանի ընկերություններում աշխատողներ, նրանք իրենք են ասում, նրանք իրենք դուրս են եկել հիմա ցույցի, ասում են մենք Նիկոլ Փաշինյանն ենք ընտրել, ինչու ենք մնացել անգործ։ Թող իրանք իրանց այդ հարցը տան։ Բայց իրենք ինչով են առաջնորդվել։ Իրանք առաջնորդվել են այն ժամանակ նույն սկզբունքով, իսկ ով ասե, որ Ծառուկյանի հիմնարկներում աշխատող չկան մարդիկ, ովքեր դիմացինի վատն են ուզում։ Չէ, ուր կան։ Կան չէ մարդիկ, որոնք Նիկոլ Փաշինյանին ուրեմն ուզում է դիմացինի։ Սկզբունքը դա է, ուրիշ բան չուներ։ Ինձ ասեք ինչ էր առաջարկում Փաշինյանը ամբողջ ընտրությունների ժամանակ։ Ինչ որ մի բան։ Ասենք մենք առաջարկում ենք օրինակ տաքսու վարորդներին, որ դա ստաժ կհաշվի։ Սա նյութ է, չէ, տաքսու վարորդների համար, թիրախ է։ Ինչ է Նիկոլը առաջարկում։ Ոչինչ։ Խաղաղություն էր ասում վերել։ Չէ, դա չէր առաջարկում։ Ինքը ասում էր կբռնեմ, կնստացնեմ, այս ինչ կանեմ, կփոկեմ, ինքը ոչ մի բան չէր անում։ Ինքը շատ լավ ճանաչում է իր էլեկտորատին։ Իր էլեկտորատը սա է։ Երկրորդը, հիշեք, Նիկոլ Փաշինյանը ատում է իր էլեկտորատին։ Ինքը ամեն ընտրություններից հետո հնարավորինս վնասել է իր էլեկտորատին։ Ամեն 19 ընտրություններից հետո 18-19-ի, հա, 18-ի վերջեր էլի, չէ, ընտրությունները։ 21-ի ընտրություններից հետո փիս վնասել է էլեկտորատին։ Հիմա ինքը վնասում է այն մարդկանց, ովքեր իրան ընտրում են, ինքը ատում է իրան ընտրողին։ Ինչու է ատում իրան։ Չեմ կարող ասել, ինձ թվում է ինքը ատում է բոլորին։ Ինձ թվում է այդ մարդը ուղղակի սիրելի վիճակի չի։ Այդ մարդը ապրում է մի հատ միջավայրում, որը զավեշտալի է, ինքը խուստուփ է բարձանում ու կադրի մեջ ախրանան փախնում է, որ անգարջ երևա ու ինքը միայնակ լեռնագնաց, այսպիսի մի հատ վիդեո ստանա։
կա ախրանա ցույց տուր։ Չես ուզում ցույց տաս, մի տար հետդ։ Ինձ մի հատ հարց, Խուստուբի գագաթին ինչից էր վախում, Աստծո բարկությունից։ Այդ որ տարել էր հետը այդ ինչից էր վախում, Աստծո բարկությունից, դրանք չեն փրկի։ Պարոն Մադաթյան, տիկնոջը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ վիճաբանեց, հիշում եք, բժշկուհին վիճաբանեց Նիկոլ Փաշինյանի հետ, երեք պարզվեց աշխատանքից ազատել են։ Նորմալ է, ուրեմն Ծառուկյանին բանը գեդին են տփե, այդ հեչ տիկնոցը աշխատանքից ազատ է, նորմալ է, նույն օպերայից է, հարյուծն սպանը հետ ձիերին ձերբակալում են, հեչ տիկնոցը ազատել են։ Լավ, Գագիկ Ծառուկյանը գոնե քաղաքական մրցակից է, տիկինը պարզապես արտահայտել է, չի կարելի։ Ուզուրպացիայի ժամանակ նման բան չկա, որ մի ուզուրպատորի ժամանակա հնարավոր եղել ճիշտը ասել։ Խորհրդային ուզուրպացիայի ժամանակ, եթե դու քաղաքական անեկդոտ պատմեիր, կես ժամից կձերբակալեին քեզ։ Որտեվ 3 լսողից մեկը KGB-ի աշխատող էր։ Չգիտեմ, բանի Հիտլերի ժամանակ հələ փորձեիք։ Նորմալ է։ Ուզուրպատորների ժամանակ այլախոհությունը պատժվում է, սա առաջի պայմաններից մեկն է ուզուրպատորների։ Հիմա սա նույնն է տեղի ունենում։ Բժշկուհի կլինի, չգիտեմ, ջուլհակուհի կլինի, կապ չունի, այլախոհ է, արտակարծիք է, արտահայտը, չէ, Հիտլերի ժամանակ որդին սպանվել է, ինքը պետք է ես հպարտ եմ ու սիրում եմ, որ դուք իմ որդուն սպանել եք։ Okay է, չեք սպանում։ Հիմա այս նույնն է ասում, ասում դուք պետք է ասեք, որ դուք հպարտ եք, որ ձեր որդիներին ես տարե կոտորել եմ 5000 հոգի։ Դուք պիտի ուրախանաք դրա համար։ Էդ էր ասում իր կողակիցը Աննա Հակոբյանը, չէ, ասում էր։ Ցույց է տալի տենց պերսոնաներ, չէ, որ գալիս էին իր թաթիկը սխմում էին, ինքը նստում էր հետները, չէ, հիշում եք զոհվածների ծնողների հետ։ Այո։ Նույնը ասում է ինքը։ Երբ որ Արցախցին գալիս է, ասում է դուք ի՞նչ ես մեռե։ Դուք ի՞նչ ես զոհվե։ Էս Փաշինյանի խոսքերն է, չէ։ Քեզ ողջ, չէ, քարոզարշավի ժամանակ չէ, ասում ես, քեզ ողջ։ Հասկացա՞ք։ Դուք ինքը սա ուզուրպատորի մոտեցում է, ժողովուրդ։ Մենք հիմա դասական ուզուրպատոր ենք տեսնում։ Լավ, պարոն Մադաթյան, շատ կարճ ամփոփելով։ Հիմա ընդդիմությունը համակերպվել է ձեր ասած մտքի հետ, որ նստած սպասում է իրենց հերթը երբ է գալու ռեպրեսիաների։ Չէ, ոչ մի դեպքում ոչ մի համակերպում տեղի չի ունեցել։ Ընդդիմությունը ոնց դուք, օրինակ ես կփորձեմ Հայաստան դաշինքի մասով ասել։ 8 տարի անդադար պայքարի մեջ ա եղել։ Անդադար պայքար ասելով եւ զրկանքներն են կրել, բայց դրա մասին ինչ-որ sense հատուկ չենք դոշել նրս ճղելով էլի ցույց տալի որ ինչ են կարել։ Ինքնատեք տեսե եւ ազգային ժողովում այդ պայքարը եղել ու այսօր որ այս վիճակին հասել ենք ամբողջ աշխարհի դեմ պայքարելով որտեղ եկեք հասկանանք որ Հայաստան դաշինքը Նիկոլի դեմ չի պայքարել ինքը պայքարել է Նիկոլի, Ֆրանսիայի, չգիտեմ, Ուկրաինայի, Գերմանիայի դեմ ամբողջ Եվրոպայի դեմ ենք պայքարել Դուք շատ լավ հիշում եք մենք ունեցել ենք շարժումներ Եվրոդեսպանի պատուանի տակ կրակել են Եվրոդեսպանը չի տեսել վայ ասլա տես բան ա եղել Լավ դա հասկացանք բայց հիմա ինչ է անում Նույնը Շարունակում է պայքարել, գիծը չի փոխվել։ Որակարգի համար մեկ խնդիրը Հայաստան դաշինքի ներկայացուցիչներին Ինչ անի։ Հերթ հասնի Հայաստան դաշինքի նույն ԱԱԾ-ը մտնի Հայաստան դաշինքի անդամների տները։ Բոլորս պատրաստ ենք այդ գործընթացին։ Բայց դա ինչ է առաջարկում։ Առաջարկում եմ, ես չեմ առաջարկում, ես ասում եմ դիմադրություն կա, թե չկա։ Կա թեզը մնացել է նույնը, չէ, հոգեպես պատրաստ դու 8 տարի ամենակ հոգեպես չեն կարել 8 տարի մենք փողոցում ենք քնե 8 տարի մենք կռիվ ենք տվել 8 տարի հիմա ես եկել եմ ձեր մոտ խոսում եմ բան Գագիկ Ծառուկյանի ձիերից հետո այսինքն չեմ վախում չէ որ խոսում եմ չի գա էլի այս ամբողջ խնդիրը իսկ դուք Հայաստանի top հերոստանգերությունն եք որ շատ ակնկալիք ունեմ որ շատ մարդ է մեզ նայում եւ Նիկոլ ընտրածներն են մեզ նայում իհարկե այս դրա համար ամեն մարդ անում է իր չափով Հայաստան դաշինքը նույն օրակարգով, նույն ուժով, նոր ուժերով նույնիսկ հասկացար լծվածագործի։ Մենք ունեցել ենք վերջին հանդիպումը իրար հետ միասին քննարկումները մոտակա քայլերի։ Անպայման դա կլինի, անպայման կտեսնեք անմասն չի մնա այս ամեն ինչը։ Սրա մասին չի խոսքը։ Ինչա լինելու եթե ձերբակալեն, ձերբակալվելու ենք։ Ինչ պետք է անենք։ Ինչա կարոմանից Գագիկ ձերբակալվում է, ինչա կարոմանից Սամվելարի։ Դե դրանից հետո ընդդիմությունը գլխատվում է
Դե հիմա այս բոլոր տիպի նման ռեպրեսիաները բերելու են այո գլխատման։ Մա ինչ եք ուզում ասել, բա ինչ անենք, ինքնահարկիզվենք, հավատա։ Եթե ես հիմա գնամ Եվրոդեսպանի պատուանի տակ բենզինը լցնեմ վրես վարեմ, ինքը չի տեսնելու։ Ու դրա մասին չի գնալու լոր։ Դուք ասում եք Նիկոլ Փաշինյանը, ասում եմ Նիկոլ Փաշինյանը չի սա։ Սա հավաքական արևմուտքի հասկացար կերպար է։ Շատ կարճ, եթե պատասխանը տաք։ Հիմա եթե այս ռեպրեսիաները տեսնում եք եւ ընդունում եք, ասում եք պատրաստ ենք, բա այդ ռեպրեսիաներին ընդունելու միջոցով դուք ինչպես եք հասնելու իշխանափոխության։ Նորից ուրեմն եկեք սենց հասկանանք։ Իշխանափոխության հասնելու համար ամեն բան արվելու է։ Հնարավոր է, կարծում եմ հնարավոր է ու երբեք չի կարելի հույսը կորցնել։ Դժվար է լինելու։ Այո, դժվար է լինելու։ Կարող է ձերբակալվենք։ Այո, հնարավորությունը մեծ է, որ կձերբակալվենք, բայց մենք քիչ չենք։ Ինձ թվում է մենք շատ ավելի շատ ենք, քան Նիկոլ Փաշինյանի համակիրները։ Եվ դրա համար կարծում եմ, որ այսքանից համար բանտեր չկան Հայաստանում։ Եթե նույնիսկ օպերային թատրոնն էլ բան սարքեն, չի ելքի։ Ով մնաց կպայքարի։ Միևնույնն է պայքարողներ լինելու են, միևնույնն է փողոցում լինելու են, միևնույնն է իր երեսին ճիշտ ասողներ լինելու են, միևնույնն է մեր Եռաբլուրի հերոսներին հիշողներ լինելու են, ծաղիկ դնողներ լինելու են, միևնույնն է անիծողներ լինելու են։ Միևնույնն է, այս մասը լինելու է։ Ես շնորհակալ եմ ձեզ։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի հոգեբան եւ Հայաստան Դաշինքի падգամավորի տեխնացու Միրդատ Մադաթյանի հետ։ Մենք կհանդիպենք վաղը նույն ժամին, լավ եղեք։